Բոլորին հայտնի փաստ է, երբ ամենակարևորը դու խեղդում ես, ինքը նման է դառնում գազանի, եւ այդ մռնչյունը մարմինը իր մեջ չի լռեցնում։ Եվ այս ուրախ նոտայի վրա նորից ողջույն նրանց եւ շնորհակալություն բոլորին, ովքեր միացել են մեզ, որովհետեւ այսօր ես եւ այս հրաշալի անձնավորությունը, որը դարձել է իմ կյանքի ամենաթանկ եւ կարեւոր ընկերներից մեկը, նորից խոսելու ենք հենց քո մասին։ Իմ Լիա, դու այնքան բանալի բառեր ունես, որ ասելուց հետո չես պատկերացնում ինչ հետք ես թողնում։ Նստվածք անում։ Այո, սենց նստվածքը, սերը ծորում է։ Եվ եթե մենք այսօր հանդիպել ենք, ուրեմն շատ կարևոր նյութ ենք քննարկելու, որովհետև քեզ հետ այլ կերպ հնարավոր չէ։ Հիմա միգուցե մեր հետևորդներն ասեն, այսինչ մեղրածոր խոսքեր են, բայց մենք չենք զլանում, քաղցր խոսքերը շռայլում ենք։ Եվ հենց այս ուրախ քաղցր նոտայի վրա երևի թե խոսենք նրա մասին, թե ինչու են լռում մեր իրական ցանկությունները եւ զգացմունքները։ Այսինքն, կա մի փաստ, երբ լռում են մեր իրական ցանկությունները եւ զգացմունքները, գոռում եւ բղավում է մեր մարմինը։ Փաստը բարձ է, այսինքն երբ մեր գլուխը պայթում է, ուրեմն մի կարևոր ցանկություն մենք այնտեղ խեղդել ենք։ Երբ մեր սիրտը գմգմփում է, ուրեմն մի շատ կարևոր հույս չենք արտահայտել։ Երբ մեր աղիքները գրգռում են, նշանակում է ինչ-որ բան մենք այնտեղ կուլ ենք տվել, չենք մարսել, չենք հանել եւ այսպես շարունակ։ Ոտացավը, ուսացավը, ամեն մեջկացավը, այդ ամենը նրա մասին է, որ մեր իրական սրտի ցանկությունները, զգացմունքները ողջ հոգեբանության ուժով ապացուցված խեղդված են եւ նրանց պետք է բաց թողնել, ինչպես անսանձ գազան, որովհետեւ բոլորին հայտնի փաստ է, երբ ամենակարևորը դու խեղդում ես, ինքը նման է դառնում գազանի եւ այդ մռնչյունը մարմինը իր մեջ չի լռեցնում։ Նախքան հասկանանք, թե ինչպես պետք է բաց թողնել այդ կապանքների մեջ գտնվող գազանին, որովհետև վատ հետևանքներ է թողնում դա բոլորի վրա եւ մեր կյանքում, հասկանանք, թե ինչու է լռում մեր իրական ցանկությունները, ինչու են լռում մեր իրական զգացողություններն ու զգացմունքները։ Մենք ենք լռեցնում, թե հանգամանքները, թե մարդիկ, թե այն շրջապատը, որի շրջանակներում մենք ապրում ենք, թե այն հասարակությունը, որի մեջ մենք ապրում ենք, լռեցնում են մեր իրական ցանկություններն ու զգացողությունները։ Ես իրականում հարցից եմ հիացած, որտեղ շատ դիպուկ էր, եւ հիմա ինքը հազարավոր մարդկանց կօգնի, միլիոնավոր մարդկանց կօգնի։ Հետևյալի մեջ է բովանդակությունը։ Հանգամանքը միշտ մնում է հանգամանք։ Մարդը հանգամանքին տալիս է մեծ արժեք եւ այդ հանգամանքը դարձնում իր թշնամին։ Այն ոչ թե կա վախ վախից, այսինքն ստեղծել ենք մտքի մեջ վախը ու վախենում ենք այդ վախից։ Եվ եթե մենք հիմա հանգամանքը մեծացնենք, որ հանգամանքով պայմանավորված, մենք խեղդված ենք ապրում, հանգամանքով պայմանավորված, մենք այսպես, մենք այնպես, իրապես հանգամանքը կդարձնենք ուռճացրած մի երևույթ, բայց գոյություն ունի գիտական մոտեցում, որը որ հույզերի մասին է, հույզերի արտահայտման մասին է։ Հույզերի արտահայտումը հետևյալի մասին է. տղա ես, չլացես, տղան չի լացում։ Աղջիկ ես, սուս մնա։ Տարածված, դասական, նույնիսկ ծեծված օրինակներ, որ ես երևի մի քանի տարի շարունակ բերել եմ եւ գործընկերներս նույնպես։ Այս շարքը անverջ կարելի է թվարկել։ Այն դեպքում, որ շատ օրինակ մասնագիտություններ են բաժանվում տղայի եւ աղջկա, աղջիկը սա պետք է չանի, տղան սա պետք է չանի, բայց այդպես շատ տղաներ, շատ լավ խոհարարներ են, մինչդեռ խոհանոցում շատերի համար գտնվելը ամոթ է եւ տղամարդկային գործ չէ, այս հակասությունները, որոնք որ իրականում կյանքի մանրուքներ են, դառնում են մեծ կարծրատիպեր, որոնք որ մեր կյանքը սկսում են սահմանափակել, կոմպլեքսավորել մեր անձը, մեր ցանկությունները, եւ մենք դառնում ենք այլ մարդ, բայց քանի որ մենք զսպում ենք եւ լրացնում ենք ներքին իրական մարդուկին, մի օր մենք հանդիպում ենք շատ մեծ խնդրի, որի լուծումը չենք կարողանում ինքնուրույն գտնել եւ իրականացնել։
Այո, եւ երևի թե զգացմունքները դասակարգել է պետք մինչեւ նրանց լրացնելը։ Օրինակ, ես փոքրիկ sense էքսպրես հարցաշար առաջարկեմ, որ մարդիկ մեզ հետ անցնեն։ Առաջին հարցը. դուք կարողանում եք ձեր սրտում եղած օրինակ սերը արտահայտել։ Այնպես օրինակ, ինչպես Լիան է շռայել իր սիրո մեջ։ Ինձ համար թերևս վերջի շրջանում հանդիպած ամենամարդասեր մարդը։ Եթե դուք ձեր սրտի մեջ եղածը չեք կարողանում արտահայտել, ես հենց այս պահին օրինակ սիրո մասին խոսեցի, հաջորդիվ շարքը կշարունակեմ, ուրեմն դուք նրան լրացնում եք։ Լրացնում եք, որտեղ ինչի ես առաջինը ասեմ նախադասություն է խանգարում, ինչու ես պետք է այդքան շռայլ լինեմ, ինքը ինձ չասեց ինչի ես պետք է ասեմ, բայց կենտրոնանում ենք հետևյալ փաստի վրա, որովհետև սերը կա քո սրտում։ Միգուցե այն մարդիկ, ովքեր չեն ասում, ավելի չոր են, ավելի սառն են, ավելի չեն հասել այդ հասունության, եթե քո ներսում կա էմոցիա, զգացմունք, սեր, ուրեմն դու ունես զգացմունքային հասունություն եւ արտահայտելը չասեմ պարտադիր է, որովհետև մեր հանդիպումների ժամանակ ոչ մի մենք չենք պարտադրել, այլ կարևորել ենք։ Այո, արտահայտվելը կարևոր է, որովհետեւ չլրացնես, թերևս ինձ համար որպես թերապևտի հաճախ սրտի գմգմփյունից վախեցող մարդիկ, որոնք ամբողջ օրը գնում են սրտաբանի մոտ, ասում եմ սրտի մեջից սերը բաց թողեք։ Այդ ինչ թաքնված մարդիկ են քո սրտում, ում հիշելից քո սիրտը այդքան արագ է զարկում, հա։ Կան չէ այդպիսի թաքնված անձիկ, թաքնված մտքեր, ու մարդը հիշելիս կարող է հաճախազարգություն ունենալ։ Շատ կարևոր փաստ եւ անցնեմ առաջ։ Հաջորդ հարցին փորձեք մեզ հետ պատասխանել, սիրելի հետևորդներ, արդյոք կարողանում ես բարկությունը արտահայտել։ Թե քեզ կաշկանդում է, որ նա մեծ է, ոնց բարկությունս արտահայտեմ, նա երեխա է, ոնց այդպիսի բան ասեմ, կամ չգիտեմ, հարևանին ոնց ասեմ, բարեկամին ոնց ասեմ, հոպարի կնոջը ոնց ասեմ, տեսեք, եթե կա բարկություն, շատ կարևոր ուժեղ հույզ է բարկությունը, զայրույթ, իրեն բաց թողնել պետք է։ Պետք է, եթե նույնիսկ դա շատ հաճախ է լինում եւ դու հիմա բարկությունը կշփոթես ագրեսիվ վարքաձևի հետ, ագրեսիվ բառի հետ եւ այլն, ես կհուշեմ ինչպես բաց թողնել։ Բարկությունը պետք է վերածել adekvat բառերի եւ ասել օրինակ։ Լիա, գիտես, քո զանգին չպատասխանելուց ես բարկացած եմ։ Բաց թողեցի, արտահայտեցի։ Լիան կասի, դե գիտես ինչ կա զբաղված է, Լիան կասի, ներողություն, որ քո օրինակով եմ բերում, բայց այսպես ավելի անմիջական է լինում։ Լիան կասի, օ ներողություն, տարբեր բան կարող ասել Լիան, բայց դա արդեն հանգամանքն է, որի քննարկվում եւ դա կարեւորը չէ։ Կարևորը, որ ես դա կարտահայտեմ։ Բարբերաբար բաց թողնելով մեր բարկությունը, մեր զգացողությունները եւ պահանջմունքները, մենք խուսափում ենք մեծ պոռթկումներից, վտանգներից եւ հարաբերությունների կործանումից, կորցնումից։ Մենք խուսափում ենք լռությունից, հուզազգացմունքային դաշտից, որը բերում է հուզական բթության, հուզական սառնության, քարացածության եւ մի շարք այլ հետևանքներից, որոնք մարմինն է հետո գոռալու։ Մարմինը միևնույն է արձագանքելու է։ Հաջորդ հարցն էլ ասեմ մեր սիրելի հետևորդները թող պատասխանեն, տեսեք, փայտը մասնակցում է համաձայնության, այսինքն ինչ որ մի բան այնտեղ խտացել էր եւ պայթեց։ Հաջորդը շատ կարևոր է տխրության փաստը։ Դուք ձեզ թույլ տալիս եք տխրել, սիրելի հետևորդներ։ Գիտեք, որ կարելի է ժամանակ առ ժամանակ տխրել։ Դա ամոթ չի, դա թուլության նշան չի, դա հետ չի պահելու ձեզ ձեր գործերից, ձեր կարիերայից եւ ձեր անձնականից, դա պարտություն չէ։ Դա պարտություն չէ։ Տխրելը պարտություն չէ։ Շատերը դա շփոթում են։ Շատերի համար դրված է ուսերի նման բեռ, դու միշտ պետք է լինես ուրախ։ Չէ։ Չէ եւ էլի չէ։ Դու կարող ես նաև տխրել, որովհետև նույնիսկ օրգանիզմին թույլ տա լինել տխուր, կարող է պայմանավորված լինել ամենասովորական տարածված կարծիքով։ Դրսում մռայլ եղանակ է, եւ ես ուզում եմ սրա տակ տխրել, լսել այնպիսի երաժշտություն, որ ինձ կտանի տխրության նոտայի վրա, եւ իմ օրգանիզմը դրանից կգա բալանսի։ Եթե ձեզ անընդհատ ստիպում եք լինել ուրախ, դուք անընդհատ ձեզ քամում եք, դուք անընդհատ ձեզ հյուծում եք։ Ուրիշ բան, օրինակ, որ մարդու տրամադրության այդ շեմը այդպիսին է, հա, նա ուրախ մարդ է, նրան նույնիսկ դժվար է բարկացնել, տխրեցնել, նրա մոտ հումորն է առաջի տեղում, նրա մոտ վայբը այլ է, տրամադրությունը միշտ բարձր է, նա այդպիսին է, բայց մարդ կա, որ այդպիսին չէ։ Մենք ինչ ենք սովորում մեր հանդիպումների ժամանակ, այլակարծություն,
ընդունել այլ տեսակը, ընդունել, որ կա ուրախը, կա տխուրը, կա բարձրահասակը, կա կարճահասակը, կա լիքոտը, կա նիհարիկը, տարբեր են մարդիկ։ Կա ժպտերեսը եւ ոչ այնքան ժպտերեսը եւ երբ որ մենք չենք սովորում, որ դա նորմալ է, որ մարդիկ տարբեր են, մենք սկսում ենք առաջինը մարդով չի ընդունում դրա նորման, երևույթի նորման, մարդը սկսում է հավաքել բեռ։ Ես չպետք է լինեմ տխուր, ես չպետք է ուրիշների մոտ լաց լինեմ։ Այս մասին էլի եմ խոսել, որովհետև դա թուլության նշան է եւ այլն։ Ես խոցելի կդառնամ նրանց համար եւ նրանք հասկանալով, տեսնելով իմ թույլ կողմը ինձ ավելի կխոցեն։ Դա ընտրություն է, դա որոշում է, ես ընդունեցի եւ վերաբերվեցի հարգանքով, բայց քեզ համար կարող ես ընդունելի համարել, որ դու կարող ես արտասվել։ Դուք հանդիպման ժամանակ, հանդիպումից մեկի ժամանակ հուզվեցիք։ Մարդիկ տեսան ձեր հույզը, մարդիկ ձեզ սիրեցին այդ հույզով, հենց այդ կողմով, հենց տեսան, որ մարդու մեջ մարդ կա, որտեղ էմոցիաներով ենք մենք այդ չափելի դարձնում։ Մարդ էակը իրականում կենթանական աշխարհից տարբերվում է շատ քիչ պարամետրերով։ Հոդաբաշխ խոսք եւ էմոցիաներ։ Նույնիսկ էմոցիոնալ շատ հետաքրքիր նուրբ երանգներ ունեն կենթանիները, ճիշտ է, նրանց է կարող ես տեսնել տխուր, ուրախանալ, բայց մենք ունենք բարձրակարգ զգացմունքներ, որոնք որ տրված են մեզ։ Բարձրակարգ զգացմունքները դրանք դասակարգ է եւ դրանցով պարտադիր, դրանք պետք է մեր մեջ պարտադիր ճանաչեն։ Ուզում եմ ասել, դրանցով պետք է առաջնորդվել, բայց դրանք պետք է ճանաչել, որպեսզի առաջնորդվել։ Քայլ առաջին ճանաչել։ Որ դեպքում է լինում, որ մենք իսկապես լռում ենք մեր իրական ցանկությունների մասին։ Փորձեմ ես ինքս իմ վրա, իմ կաշվի վրա զգալով պատասխանել այդ հարցին, դու էլ քո կողմից կփորձես մեկնաբանել, թե ինչու եմ ես այդպես զգում։ Ինչու ենք մենք լռում, մենք ամաչում ենք երբեմն արտահայտել մեր իրական ցանկությունները։ Որտեղից այդ ամոթը։ Որովհետև մենք վախենում ենք, որ մեզ կդատապարտեն։ Ինձ համար դա ամենաանընդունելի բառերից է, բայց դա չի կարող չօգտագործել, որովհետև ամենաբնութագրիչ բառն է։ Ես վախենում եմ, ես խուսափում եմ խոստովանել իմ իրական ցանկությունների մասին, որովհետև ինձ կդատապարտեն, ինձ կթերագնահատեն, ինձ չեն ընդունի, ինձ չեն հասկանա, ինձ չեն հարգի, կամ գուցե կդադարեն ինձ հետ շփվել, կամ ինձ մատնացույց կանեն, կամ չգիտեմ, ինձ կորակավորեն գուցե։ Եվ մենք ամաչում ենք, մենք կոմպլեքսավորվում ենք, մենք փակվում ենք, բա որ ինձ սխալ հասկանան, բա որ ինձ սխալ ընդունեն, չէ, ավելի լավ է ես ցույց չտամ, ավելի լավ է ես լռեմ։ Լռությունը իրականում շատ կարևոր հոգեթերապևտիկ տեխնիկա է։ Լռությունը իրականում շատ ստրատեգիկ նշանակություն ունեցող երևույթ է։ Լռությունից օգտվել պետք է միշտ։ Լռությամբ լուր լսող մարդը միշտ ձեռք է բերում։ Շատախոս, շատ բառեր ասող մարդը միշտ կորցնում է։ Բայց քանի որ մենք խոսում ենք հույզերի աղմուկից, որ հույզերը չլռեն եւ այսինքն հույզերը չզսպվեն, ապա ամենակարևոր փաստը այստեղ այն է, որ
իսկ ձեր կողմից թվարկված որ երևույթներն էին, որ ձերն էին։ Բացառապես ոչ մեկը։ Բոլորը ապրում էին ձեզանից դուրս։ Դատապարտողները, պիտակավորողները, չհասկացողները, սխալ գնահատական տվողները, որովը մեկը Լիայի ներսում, Լիայի հետ, Լիայի գլխում չի ապրում։ Բոլորը ապրում են նրանից դուրս։ Շատ կարևոր է, որ նրանց ում մենք հիմա հիշատակեցի, որևէ կերպ չլինեն ձեր բնութագրիչն, այսինքն դուք չլինեք դատապարտողը, քննադատողը, մարդուն սխալ գնահատական տվողը, որովհետև եթե մենք չենք ընդունում այդ կողմը հարաբերությունների ստրատեգիաների, ապա մենք այդպեսին նույնպես չպետք է լինենք։ Եթե մենք սա ճանաչեցինք եւ զատեցինք, հաջորդ քայլը ինչ ենք անում, որպեսզի ամեն ինչ լավ գնա եւ կառուցողական գնա, սկսում ենք նրանց հետ առնչություն ունենալ։ Մենք նրանց հետ առնչություն ենք ունենում այն ժամանակ, երբ որ մենք նրանց տոն ենք տալիս։ Նա մեզ քննադատեց, մենք նեղվեցինք, նա մեզ սխալ հասկացավ, մենք դրանից ուրեմն ինչ որ բաներ մեր կյանքում փոխեցինք։ Չէ։ Դու ունես քո ուրույն ճանապարհը, մշակված է քո ճանապարհը, հստակ է քո առաքելությունը։ Գնա այդ ուղղությամբ։ Կողքից բոլոր գնահատական տվող, քննադատող մարդիկ միայն կլինեն օգնականներ։ Որքան կխոսեն, որքան կգնահատեն, այնքան դու կգնաս առջևից։ Եվ վերջի վերջո մենք մեր կյանք ձգում ենք այնպիսի մարդկանց, ովքեր նախապես արդեն ապրում են մեր ենթագիտակցության մեջ։ Այո։ Եւ մենք նրանց կանչել ենք։ Այսինքն ամեն դեպքում մենք ենք պատասխանատվություն կրում այն շրջապատի համար, որի մեջ հայտնվել ենք, որովհետեւ մենք ինքներս ենք կերտել։ Թե նրանք դատապարտող են, թե որակավորող են, թե հասկացող են։ Մենք պետք է ստեղծենք այնպիսի շրջապատ, որի մեջ մենք կկարողանանք ներկայացնել եւ կիսել մեր իրական էմոցիաները, ցանկությունները։ Եվ ով է ասել, որ ես պարտավոր եմ սիրել այնպես, ինչպես որ քո սիրելու բանաձևն է։ Ով է ասել, որ ես պետք է ուրախանամ այնպես, ինչպես որ քո ուրախանալու բանաձևն է։ Շատ լավ առաջարկ է, բայց ելի փակագծերը բացենք, հա, որպես առաջարկ մեր սիրելի հետևորդներին, սիրեք ձեր ձևով, ապրեք ձեր ձևով, գամ նրանից, որ ենթագիտակցության մեջ ապրում են այն մարդիկ, ու մենք ձգում ենք։ Հաճախ այս բանաձևը այսպես եմ ավելի պարզ ցույց տալի, թե ուսանողներիս, թե հետևորդներիս եւ թե ուրեմն ինձ դիմող մարդկանց, որ տեսել եք սիրված երեխաների, որ երեխան սիրված է, ուրեմն շատ է սիրված ծնողի կողմից։ Եվ այդ սերը կարծես պարուրում է նրան եւ դառնում է մի շղարշ, որով նա ձգում է մարդկանց, ովքեր են կսիրեն, եւ հետո սիրված երեխան այլ բանաձևի սովոր չէ, նա թույլ չի տա իրան չսիրեմ, որտեղ ինքը սովոր է սիրո, պահանջում է։ Այստեղ շատ կարևոր նուրբ պահ կա, որ եթե հիմա մարդիկ ուզում են իրենց կյանքում այսօր մեզ լսեցին, վաղը ինչ որ բան փոխեն, անպայման, եթե ուզում են հավատան իրենց, հենց այսօր դա սկսեն։ Եթե ուզում են իրենց սիրած գործով զբաղվեն, հենց հիմա դա անեն։ Հետաձգել չկա հետո, կա այսօր, այստեղ եւ հիմա։ Եվ դա գալիս է նաեւ քո էմոցիոնալ արձագանքից։ Եթե ես իմ սիրած երևույթներն էմոցիոնալ եմ արձագանքում, դա ինձ առաջ է տանում։ Եթե ես լռեցնում եմ, որ հիմա սրա ժամանակը չի, դե լավ, այս մեկը չլինի, այն մեկը չլինի, ինչպես ով է ինձ առաջ տանելու, եթե ոչ իմ էմոցիաները։ Իսկ հիմա ես կցանկանամ հասկանալ, եթե արդեն ունենք կյանքում ընտրված հստակ մարդիկ, ամեն դեպքում ում ներկայությամբ մենք չենք կարողանում լինել այնպիսին, ինչպիսին որ մենք կանք, մեր թերություններով հանդերձ, մեր առավելություններով հանդերձ, մեր սիրելու, ուրախանալու, տխրելու բանաձևերով հանդերձ։ Ինչպես անենք, ինչպես հաղթահարենք այն ոնց ասեմ, այն սահմանը, որ մենք կարողանանք թեկուզ քիչ-քիչ բացվելով արտահայտել մեր իրական ներսի ցանկությունները։ Ես ընդունեցի փաստը այսպես, որ արդեն այդ մարդիկ կան եւ ի սկզբանե չես արտահայտել։ Ճիշտ եմ հասկանում։ Այո, այդ մարդիկ կան, իրանք պետք է շտկել իրողությունը։ Իրանք կան իմ կյանքում եւ ես չեմ ուզում եւ չեմ կարող եւ մտադիր չեմ իրանց դուրս հանել իմ կյանքից, բայց այդ մարդկանց ներկայությամբ, օրինակ, ես չեմ կարողանում դեռ լինել իրական այնպիսին, ինչպիսին որ կամ եւ արտահայտեմ իմ իրական ներսի ցանկությունները, որովհետեւ դեռ ունեմ մտավախություն գնահատվելու, ընդունվելու եւ որակավորվելու։ Շրջում ենք իրողությունը։
Լիային շրջում ենք դեպի իրեն, Լիան դեմս ես իմ վրա եմ օրինակը բերում, որ ոչ ոքի վրա չփաթաթա միտքը, որը այս պահին օգնում է մարդկանց իր վրա վերցնելով կերպարը։ Շրջում ենք Լիային դեպի իրեն եւ անպայման ստեղծում ենք երկխոսություն եսի եւ եսի միջեւ։ Իրական եսի, որը արդեն այդ գնահատականներից է կախված, այդ պիտակներից է կախված, այդ մարդկանցից է կախված, նախ այստեղ կարմիր գրիչով հիշում ենք, կախյալությունը չի կարող լինել կառուցողական, կախյալությունը թունավոր է։ Երբ որ շրջեցինք Լիային իրականի եւ իդեալականի միջև ստեղծեցինք երկխոսություն, այնտեղ հարցեր են հնչելու։ Սիրելի Լիա, իրական տարբերակում ի՞նչն է քեզ խանգարում, որ ուզում ես չլինի իդեալական տարբերակում։ Նաև հիշենք, որ իդեալական որևէ բան չկա, սա փոխաբերական իմաստով իրականից հետո ավելի ցանկալի եսն է։ Այս դեպքում իրականի մեջ ի՞նչ կա, որ չենք ուզում լինի ցանկալի եսի տարբերակում։ Վախ։ Okay։ Հնչեց պատասխան, այսինքն մարդուն այս դեպքում կառավարում է վախը։ Վախի համար արդեն մեկ անգամ ասել եմ։ Վախը հորինում ենք եւ վախից վախենում։ Շատ այստեղ նաեւ զավեշտ կա, հա, երբ որ մարդը վախ է հորինել, վտանգ է հորինել, ոչ իրական։ Ու այդ վախից է վախենում, հույզը հույզի դեմ։ Հիմա երբ որ վախ կա, ուրեմն գնում ենք մեր հանդիպումների թեմաներով։ Վախ կորցնելուց, վախ չգնահատված լինելուց, բայց այստեղ մենք ստեղծել ենք երկու աչքեր, որոնք քեզ անդադ վերահսկում են, գնահատում են, բայց կարծես մենք արդեն քննարկել ենք, որ այնտեղ որտեղ դու ունենում ես մեղքի զգացում, այդտեղ քեզ համար արդյունավետ չէ ազատվել այդ հարաբերություններից։ Սա չի նշանակում ազատվել այդ մարդկանցից, բաժանվել այդ մարդկանցից, այդ մարդկանց հետ չշփվել, չէ։ Սա նշանակում է վերցրու քեզ, ընտրիր քեզ։ Երբ որ այս դեպքում ցանկալի եսը իրական եսին ուժեղացնում է, որ վախը չէ, կառավարիչը, այլ դու ես կառավարիչը, դու սիտուացիան վերցնում ես քո ձեռքը եւ կարողանում ես ասել շնորհակալություն ձեր բոլոր կարծիքների համար, շնորհակալություն ձեր բոլոր օգուտների համար, ձեր բոլոր օգնությունների համար։ Ես վերցրեցի կարևորը, շարունակում եմ իմ ճանապարհը։ Ուզում քննարկեմ մի հարց, որ երբ մարդը էմոցիոնալ տեսանկյունից լցված է լինում եւ չի կարողանում արտահայտել իր ներքին էմոցիաները, իր սրտացավությունը, իր մտավախությունները, նա չի կարողանում նույնիսկ ինքն իրեն տալ այն ազատությունը եւ այն բուժման միջոցը, որ դուրս հանի իր մեջից կուտակված էմոցիաները։ Ամենատարածված մեթոդը, որ ասում են, կարող ես գնալ մի ամայի վայր եւ գոռալ, բայց մենք ամաչում ենք, երբեմն ես զգացել եմ, որ մենք ամաչում ենք մեր գոռոցից, մենք ամաչում ենք մեր էմոցիաներից։ Ինչ կասեն, որ դու գնաս գոռաս, ճիշտ է նախադասությունը, ճիշտ եմ հասկանում։ Ինչ կասեն, եթե ես գնամ գոռամ մեկ, արդյոք իմ գոռոցը, իմ բարձր ձայնը չի խանգարի ինձ, ես ինքս ինձ չեմ դատի դրա համար։ Արդյոք այստեղ չես տեսնում շատ փոքրուց բերած ինչ որ մի նկատողություն, որ չի կարելի գոռալ, չի կարելի, որ աղջիկը այդպես բղավի, հենց այստեղ դեպի աղջիկը գնամ, որտեղ տղաների հետ այդ նկատողությունը ավելի քիչ է։ Ավելի պատրաստական են, հա, տղաները դուրս հանեն իրենց մեջից տղայա գոռումը, աղջկա ձայնը այդքան չի բարձրանա։ Հասկացա։ Չկա կարծրատիպ ծնողից բերած։ Չես նկատում, որ ծնողից, ընտանիքից է եկել, որ այդպես պահել չի կարելի, ոչ թե կարևորվել է հույզը հանելը, այլ որ ես տանն եմ ու քո ձայնը բակից բարձր չգա։ Ներքին կոմպլեքս արդեն։ Բարդույթը, այո։ Ես հիմա փորձում եմ հասկանալ ու հիշել, ինչու ես երբևէ չեմ դիմել այդ մեթոդին։ Այդքան գնում եմ, հա, սարեր, ձորեր, բարձրանում եմ բարձրունքներ, տալիս եմ իմ ֆիզիկական մարմնին, իմ երևակայությանը ազատություն բնության գրկում, բայց ինչու ազատություն դեռ չեմ տվել իմ էմոցիաներին, իմ ապրումներին։ Ինձ թվում է, որովհետև չես անցել իմ հայտնի մեդիտացիան ինքնավստահության մարզման, որտեղ որ սար ենք բարձանում եւ հասնում ենք տարբեր աստիճաններով ինքնավստահության, սա մի փոքր հումոր էր, բայց նաեւ ասեմ, որ մարդը ով ընտրում է բնությունը,
այնպիսի ներդաշնակ զգացողություններով, ինչպես դու, որտեղ ես հաճախ եմ լսել քո էմոցիաները բնությունից հետո, շատ գեղեցիկ են, շատ ներդաշնակ են, բայց էմոցիաները բաց թողնելը, որը որ դու հիմա ես ասում, պետք է նաև այնտեղ անել։ Ընտրիր այդ ուղին եւ դա արա, ապա ինձ կասես այդ էմոցիաները կամ կկիսվենք սիրելի հետևորդների հետ։ Անպայման կփոխեմ։ Ես անպայման ասեմ, որ պատահական տարբերակ չեմ ասում, ինքս արել եմ։ Ինքս արել եմ ու տեսանյութը կա, որ սարի վրայից շատ բարձր տեղից գոռացել եմ։ Գոռացել եմ ես ազատ եմ։ Եվ դա ամեն դեպքում արդյունավետ է լինում մեր հոգևորը ներհոգեկան process-ների մեջ ստեղծում է շատ կարևոր շղթա։ Ես գոռացի, ազատեցի իմ գոռացի եւ ազատվեցի իմ կաշկանդվածությունից, իմ ականջը լսեց իմ ձայնը, որ ասում է ես ազատ եմ, ու ես վերցրեցի ականջով բերում եմ խոսքի, որ ես ազատ եմ։ Ազատ եմ կապանքներից։ Կարող ես։ Հա, ես արդեն ուզում եմ գնալու փորձել։ Ես վստահ եմ, որ հետևորդները սրտադրով սպասելու են այդ տեսանյութը։ Ես էլ ուզում եմ հետևորդների մեկնաբանությունները տեսնել, թե ովքեր են փորձել, արդյոք եւ ինչ զգացողություններ ունեն, բայց ամեն դեպքում մեկ հետևորդ ես եմ փորձել։ Այո, ձեր փորձը, իմ փորձը, մեր դիտողների, լսողների փորձը ինձ համար եւս հետաքրքիր է։ Իրենք իրենց ինչպես զգացին արտահայտելուց հետո, ինչպես դա ազդեց իրենց ներքին աշխարհի վրա։ Ես վստահ եմ մեր հրաշալի հետևորդներից կարելի է նաև խումբ ստեղծել եւ միասին գնալ արշավի եւ գոռալու։ Եկեք միասին գնալ մոտիվացիա կլինի միասին գնալ։ Ես համաձայն եմ եւ եթե հիմա փորձենք ամփոփել մեր այսօրվա պահանջված նյութի թեման, կարծում եմ կարելի է իմ տեսանկյունից ասել պետք չի հոգ տանել, թե դիմացինը ինչ կմտածի այն մասին, թե դու այդ զգացողությունը եւ քո ապրումները ինչու եւ ինչպես արտահայտեցիր։ Եթե դու մտածում ես, թե նա ինչ կմտածի, դա քո խնդիրն է, դա նրա խնդիրը չէ, որովհետեւ դա դու ես մտածում, դա դու ես ենթադրում, ենթադրելով հանդերձ ինքդ քեզ կոմպլեքսավորում ես, սահմանափակում ես եւ ինքդ քեզ ենթարկում ես տրավմայի։ Այսինքն ես մտածում եմ, թե իմ մասին ինչ կմտածես դու, դա իմ խնդիրն է։ Չէ։ 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 Սկիզբը շատ ավելի կառուցողական գնաց, որ ինչ կմտածեմ ես, դա իմ խնդիրն է։ Ինչ կանես դու, քո ընտրությունն է։ Իմ մտածողության համար դու չես կրում պատասխանատվություն, դու կրում ես պատասխանատվություն քո արարքների համար։ Դու կարող ես իմ փոխարեն մտածել։ Ես չեմ կարող քո փոխարեն մտածել։ Դրա համար եմ ասում, մտածեմ, թե դու ինչ կմտածես իմ այս արարքի վերաբերյալ, ես կարծում եմ, որ դա իմ խնդիրն է։ Ոչ, դա իմ խնդիրն է։ Ու вообще գնացի ես գրողի ծոցը։ Այսինքն բոլոր են մարդիկ, ովքեր այդ կատեգորիայի մեջ են, որ մարդկանց ներշնչել են ինչ ինքը կմտածի, այսինքն այդ մարդը այս մարդկանց չի տվել այդ ազատությունը։ Իսկ քո արարքը քո ընտրությունն է եւ քո պատասխանատվությունն է։ Իմ ամբողջ խնդիրը այն է, որ ես հոգ չտանեմ, թե դու ինչ կմտածես իմ այս արարքի կամ զգացածի վերաբերյալ։ Իհարկե, իհարկե։ Դե մի քիչ ինձանից գնանք ենկով, այն մարդիկ, որոնք մտածելուց քեզ խանգարում են։ Բայց շատ ճիշտ ես, դիմացինը մտքերը ծնողից սկսած, ավարտած, չգիտեմ, ամենաանծանոթ մեկնաբանություն գրող ուրեմն մարդու։ Այս զրույցը ինձ համար այնքան կարևոր էր եւ այնքան թափանցիկ, որ այստեղ ոչ թե ես փորձում էի քեզ հետ օրինակներով հավասարվել կամ իմ փորձով փայլել, այլ ես փորձեցի քեզ հետ ունենալ կանացի աղջկական մի զրույց, որի շրջանակներում ինքս իմ համար բացահայտումներ իրականացրեցի։ Եվ ինքս իմ համար ստացա ինձ հուզող եւ ինձ համար փակ հարցերի պատասխանները։ Դու ստացար պատասխանը, ես ստացա երջանկություն։ Հա, որովհետեւ ես բավարարված եմ այս հարցի վերաբերյալ։ Այո, որովհետեւ իմ գործընկերները կփաստեն, որ հոգեբանի համար
թեկուզ հանրային զրույց է, բայց դիմացինի ինսայթը զրույցից հետո ամենաբարձր գնահատականն է, որ դու ունեցար քեզ համար պատասխան։ Ես քեզ շնորհավորում եմ։ Ես շնորհակալ եմ։ Սուրճը սառեց։ Գնացինք։ Շնորհակալություն սիրելիներս, որ մինչ այս պահը մեզ հետ է, ես կարծում եմ իմ միջոցով շատերը կարողացան պայծառեցնել այն միտքը, թե ինչն է նրանց խանգարում կամ ինչպես նրանք կարող են հասնել իրենց երանելի ներքին հանգստությանը եւ ներդաշնակությանը։ Ես արթնացնում եմ, այս ավանդական ես իմ Շուտ կգաս։ Հա, չզանգեմ, հետևիցը չզանգեմ։ մի գնա